Ողջույն սիրելի եկեղեցի, եկեք այսօրվա ծառայությունը բացենք Հայր մեր աղոթով, մեր ծերունական Հայր մեր աղոթքով։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության, այլ ազատի մեզ չարից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Միշտ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Ծննդոց 4-րդ գլուխ 6-ից 7-րդ խոսքերը։ Տերը Կայենին ասաց. Ինչու ես բարկացել եւ ինչու ես երեսդ կախել։ Չէ՞ որ եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դրանդ մոտ պարկած է, եւ նա քեզ է ցանկանում, բայց դու իշխի նրա վրա։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, խնդրում եմ, որ միաբանվենք մեկ սրտով, գանք մեր Տիրոջ առաջ, միաբան խնդրենք մեր Աստծուն, որ մեր Աստված իր գերբնականը իջացնի այստեղ գրած կարիքների վրա։ Սիրելի համացանցով մեզ դիտողներ, կարող եք դուք էլ միանալ, կարող եք դուք էլ միաբանվել մեկ սրտով, խնդրենք մեր Աստծուն, որ իր գերբնականը իջացնի։ Շատ կարևոր է, որ մենք հավատքով աղոթենք, որտեղ մեր Տեր Հիսուսը ասում է, որ հավատացողի համար ամեն բան հնարավոր է։ Փառքես Տեր իմ Աստված, գոհանում ենք քեզանից, տալիս ենք ողջ փառքը, մեծարանքը, գոհությունը, զորությունը, ամեն գոհությունն ու փառքը միայն քոնն է Տերը։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ շաբաթ օրվա համար։ Գոհանում ենք, որ ունենք շաբաթ օրը, որ ունենք հնարավորություն քո գահի առաջ կանգնել Տեր Աստված։ Գոհանում ենք այստեղ գրված ամեն մի կարիքի համար, ամեն մի դժվարության համար, որ առաջացել է Տերս։ Մենք քեզ փառք ենք տալի ու քո առաջ բերում ենք այս կարիքները հավատքով, միաբանված, մեկ սրտով ու խնդրում ենք քեզ Տեր Աստված, որ քո գերբնականը իջացնես այս կարիքների վրա Տեր Աստված։ Քո գերբնականը իջացնես Տեր Աստված ու բժշկես ամեն մի հիվանդի, ովքեր որ ունեն բժշկության կարիք, թող գա բժշկությունը, ովքեր ունեն որ ֆինանսների կարիք, Տեր Աստված, ունեն պարտքեր, ունեն կրեդիտներ, խնդրում եմ քեզ, քո զորությունը իջնի, քո օգնությունը գա, քո մատակարարումը գա Տեր Աստված ու ամեն մեկի հոգսը վերցնես Տերս, խնդրում եմ քեզ, որովհետև Դու ամենակարող Աստված ես, դու ամենագետ ես ու դու Տեր Աստված լուծում ես մեր խնդիրները Տեր ջան։ Մենք քեզ փառք ենք տալի, գոհանում ենք Տեր Աստված ու խնդրում ենք քեզ, որ դու առաջնորդես ամեն մեկից Տեր Աստված ու քանդես այստեղ ում կարիքները որ գրված է սատանայի ամեն մի ծրագիրը որ բերել է այս կարիքների մեջ խնդիրները առաջացրել խնդրում եմ Հիսուսի անունով որ դու քանդես թող քո Սուրբ Հոգու կրակը իջնի եւ այրի Տեր Աստված այն ինչը որ քեզանից չի Հիսուս մենք քեզ փառք ենք տալի գոհանում ենք Տեր Աստված այս կարիքների համար ու ասում ենք շնորհակալություն որ դու արդեն պատասխանեցիր Տերս մենք հավատացել ենք քեզ դու մեր հույսն ես մեր ապավենն ես մեր մատակարար Աստվածն ես Տեր Աստված որ մեզ մատակարարում ես փառք ու պատիվ եւ գովասան քեզ նաեւ խնդրում ենք մեր երկրի համար աղոթում ենք մեր Հայաստանի համար խնդրում ենք քեզ Տեր Աստված որ քո զորությունը իջացնես մեր երկրի մեջ սրբես մաքրես Տեր Աստված մեր ժողովրդին ներես նրանց մեղքերը խնդրում ենք քեզ բացես նրանց միտքը բացես նրանց սիրտը Տեր Աստված որ նրանք գան փրկության Տերս ցրես ամեն մի խավար թող քո լույսը իջնի մեր երկրի մեջ թող քո սերը տարածվի մեր երկրի մեջ Տեր ջան թող մեր երկրից հեռանա բամբասկոտությունը թող մեր երկրից հեռանա չարագործությունը չարի գործերը նախանձը Տեր Աստված չկամեցողությունը անօրենությունը, անօրենի գործերը, կռապաշտությունը, այն ինչը որ սատանայից է, Հիսուս թող քանդվի մեր երկրի մեջից, Հիսուսի զորավոր անունով, Տեր ջան, մենք խնդրում ենք քեզ, որ մեր երկիրը լինի քրիստոնյա ոչ թե խոսքով, այլ գործերով, Տեր Աստված, խնդրում ենք քեզ, որ օրհնես, պահես, պահպանես մեր երկիրը, պահես, պահպանես մեր սահմանները, մեր զինվորներին, սրբես ամեն մեկի արցունքները, Տեր ջան, հասնես ամեն մի կարիքավորի, ամեն մի Տեր Աստված Ամեն մի մարդու, որ ունի քո կարիքը, խնդրում եմ եղի նրա խոսքը, ու թող քո խոսքը, ճշմարիտ խոսքը տարածվի մեր երկրի մեջ, Տեր Աստված, թող օրհնված լինեն ճշմարիտ մեր եկեղեցիները, Տեր Աստված, ու թող մշակներ բարձրանան, որ են ծայրից ծայր տարածեն քո խոսքը Հիսուսի անունով։ Նաև օրհնում ենք այս երկիրը, օրհնում ենք Ռուսաստանը, շնորհակալ ենք, որ ունենք
Ռուսաստանը Տեր Աստված, որ մեզ ընդունել է, մենք օրհնում ենք այս երկիրը Հիսուսի անունով ու ասում ենք շնորհակալություն քեզ Տեր ջան, որ ունենք այստեղ հնարավորություն հավաքվելու քո անվան շուրջ, քեզ փառք ենք տալի, գոհանում ենք ու նույնպես խնդրում ենք, որ այս երկրի վրա գա խաղաղություն, սեր, իմաստությունը տիշնի այս երկրի վրա, որ այստեղ ժողովուրդը ընդունի քեզ Հիսուս, միաբանված ծնկի գա քո առաջ, ընդունի քեզ Տեր ու Փրկիչ, թող քո փրկությունը գա։ Մենք խնդրում ենք այս երկրի վրա, որ իջնի քո փրկությունը, թող դադարի ամեն մի կռիվ, հեռանա ամեն մի կեղծավորություն, ամեն մի սուտասան գործեր թող հեռանա այս երկրի մեջից, ինչը որ կեղծիկ է, ինչը որ քեզանից չի, Տեր Աստված, թող հեռանա այս երկրի մեջից եւ թող քանդվի անօրենի ամեն մի գործերը Հիսուսի անունով, Տեր ջան։ Քեզ փառք ենք տալի, մեծարում ենք, Տեր Աստված, ու քո խոսքը թող տարածվի, Տեր Աստված, ու քո խոսքը թող տարածվի ամեն մի ծայր այս երկրի մեջ, Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալություն, փառք ու պատիվ եւ մեծարան քեզ։ Ամեն։ Հալելույա։ Այո, սիրելիս Աստված օրհնի քեզ։ Ինչ քաղցա չէ Տիրոջ ներկայությունը։ Կարող ես բարձր ծափարել Աստծուն։ Տերը արժանի է։ Մեր Տերը արժանի է։ Տեր բոլոր փառքերը քոնն են, Տեր։ Հալելույա, շնորհակալ ենք քեզ, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից Հիսուս։ Ամեն, հալելույա։ Սիրելիս կարող ես օրհնության հզոր խոսք ասել սրտիցդ, որ կուզենայիր քեզ ասեն, չէ՞։ Ու նստի Տիրոջ քաղցր ներկայության մեջ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Փառք Հիսուսին։ Դու ուրախ ես, չէ՞ որ եկեղեցում ես։ Ամեն։ Գիտեք, շատ հրաշալի է, որ մենք ունենք հայտնություն, ունենք Հայր։ Շատ հրաշալի է, որ մենք ունենք Աստված ու գիտենք ու մենք պաշտում։ Չէ՞։ Եթե մարդիկ տարակուսանքների մեջ են, գիտեք, ես կասկածնել է շատ մի հատ դժվար հարված։ Այն որ խոսում ես, ես չգիտեմ, որ եկեղեցին է ճիշտ։ Այն որ խոսում ես, ասում են, ես չգիտեմ, հիմա այս Աստվածն է ճիշտ, թե այն Աստվածն է ճիշտ։ Սելիս շատ դժվար է ապրել կասկածների մեջ։ Դրա համար մեր Աստված եկավ, որ մեզ հաստատեր։ Ամեն։ Ես ու դու հաստատված ենք, որ միակ Աստված ունենք, կենդանի Աստված, որ 3 այսօր ու հավիտյան կենդանի է, հրաշքներ է գործում 3 այսօր ու հավիտյան ու իր զորությունն ու ներկայությունը երբեք չի պակասե ու ինքն էլ անուն ունի։ Ամեն։ Ու այսօր էլ մեր մեջ է, որտեղ ինքը խոսք տվեց, որտեղ 2-ը եւ 3-ը իմ անունի շուրջ։ Ես այնտեղ եմ մեր մեջ, ձեր մեջ։ Ամեն։ Ամեն, իր անունն է Հիսուս Քրիստոս։ Ու նա մեր Աստվածն է, ամեն։ Մենք հավատացինք, որ Տերը, ամեն, սա մեծ հայտնություն է, սիրելիս։ Սա քեզ օգնում է հստականաս։ Սա քեզ օգնում է, որ դու ոտքերդ հստակ դնես։ Գիտես, հետաքրքիր է, որ մարդը կասկածամտորեն է հավատում։ Ու Աստված ուզեց, որ մենք միշտ հավատքով շարժվենք, չէ՞։ Իսկ այսօր իմ ու քո Աստված մեզ հստակացրել է, որ մենք ունենք Աստված ու գիտենք ում հետևից ենք շարժվում։ Ամեն, ու երբ որ քեզ ասեն, այսինքն ուժեղ կանգնած կասես, այո, ես ունեմ Աստված, ու իր անունը Հիսուս Քրիստոս է, ու ինչ էլ որ լինի, երիտասարդների պես, Սեդրակի, Մեսակի, Աբեդնագովի պես, ինչ էլ որ լինի, մեկը մենք մեր Աստծուն պաշտելու ենք։ Ամեն։ Ամեն, այսօր մեզ Աստծուն պաշտելու օրն է։ Փառք Հիսուսին։ Ամեն, սիրելիներս, իմ համար մեծ պատիվ է։ Իմ համար ես նույնիսկ չեմ էլ կարողանում էմոցիաներս զսպեմ, զանգեցի Հովին, ասացի Հովի ջան աղոթի իմ համար։ Հովս աղոթեց։ Ես ինձ այդքան էլ չհավատացի, բայց Հովիս աղոթքներին հավատացի։ Ու նույնպես սպասումով եկել եմ Փառք Հիսուսին կուզենամ մեծ հարցնամ մարդիկ կան որ այսօր այստեղ առաջ անգամ են այսպիսի եկեղեցում խնդրում եմ պարզի ձեռքդ մենք ողջունենք քեզ Սիրելի եկեղեցի ողջունենք գիտեք շատ ձեզ ուզում եմ մի կարճ բան ասեմ գիտեք համբերությունը դա կյանք է ժողովրդական մեծ խոսք է ու կխնդրեմ քեզ համբերես մինչև վերջում մեծ օրհնություններ կան ամեն Ամեն, դա պատահականություն չի, որ դու Աստծո տանն ես, Աստծո եկեղեցում ես, միգուցե տեսնես, զարմանաս, ասես, այս ինչա մենք ստենց եկեղեցի չենք պատկերացնում, ոնց որ ես առաջի անգամ նույնպես մեզ լսողներին եմ ասում,
Առաջ անգամ երբ որ մտա, ես մի անգամից ոչ թե իմ պատկերացրած եկեղեցուն հանդիպեցի, այլ Տիրոջ ներկայությանը հանդիպեցի։ Ու հենց այդ ներկայությունն էլ մինչև հիմա պահել է այստեղ։ Ամեն։ Ամեն։ Սիրելի, շատ հետաքրքիր է, Աստված մեզ սովորացնում է հավատքով ճանապարհորդել, չէ՞։ Պուչուր երեխեն էլ հավատքի կարիք ունի։ Ինքը պետք է հավատա իր ծնողին, ինքը պետք է հավատա ինքը իրան։ Եթե չհավատաց ինքը իրան, չհավատաց, ինքը չի կարող շարժվել։ Թե մամա-պապաներ ասում են, արի, Միքայել էլ արա, չէ, արի։ Ինքը սկսում է հավատալ համ իր մամա-պապային ասած, համ էլ իրան էլ սկսում հավատալ։ Դրա համար սկսում է քայլեր անելը։ Մեր կյանքերն էլ է այտենց։ Դժվար կլինի, ես կասեմ, դաժե անհնար կլինի։ Որ մենք կարողանանք շարժվել առանց հավատքի։ Իմ ու քո համար շատ դժվար կլինի, սիրելի, շարժվել առանց հավատքի։ Ես նույնիսկ կասեմ համարյա անհնար։ Դու պիտի հավատաս, չէ՞, մարդը հավատում է, որ մի բան ձեռնարկում է, դրա հետևում արդյունք կա։ Դու պիտի հավատաս, երբ որ եկել ես Քրիստոսին, երբ որ մենք եկել ենք Քրիստոսին, մենք հավատում ենք, որ ոչ թե այս կյանքն է այն կյանքը, ինչի համար որ մենք ապրում ենք։ Այլ կյանքը ընդեղը հավիտենության համար ենք մենք ապրում։ Հավիտենությունն է խոստմունքը։ Եթե հավիտենության խոստմունքը չկա, սիրելիս մի հատ մտածի անիմաստ է դառնում ամեն ինչ։ Ուտել, խմել, կներեք, հետո մահանալ, դա լրիվ անիմաստ գործունեություն է։ Իսկ մեր Աստված ասեց, որ կա ժամանակ, կա ընթացք, ու այդ ընթացքը անցնելու համար մեզ պետք է հավատք։ Առանց հավատքի չես անցնի։ Ու գիտես, երբ որ դու նայում ես քո կյանքին, քո ընտանիքին, քո ընդհանրապես ամեն առավոտդ, որ աչքերդ բացում ես, քեզ հավատք է պետք, որ ինչ որ մի բանի հավատալու համար։ Դու հավատում ես, որ կգնաս խանութ հետ կգաս, հավատում ես, որ կգնաս այս գործերդ կստացվի։ Ու գիտես, ես նայեցի, ես նմանեցրի մեր կյանքը, դու շատ բաների կարաս նմանեցնես։ Կարաս նմանեցնես ինչ որ մի գործիքի, ինչ որ մի իրավիճակների։ Ես ուղղակի իմ պատկերացումի մեջ, գիտեք, այնքան հետաքրքիր է, որ Աստված մեզ մի բան սովորացնում է, ինքը սովորացնում էր առակներով, առակներ էր ցույց տալի, ասում էր պատկերացրեք, որ կա սերմնացան, ու ինքը սերմնացանում, ու մեր կյանքերն էլ այդպես է, տենց, երբ որ մենք մի բան ուզում ենք տեսնենք, մենք մեր մեջ մի բան ենք պատկերացնում, ու ես մեր ամբողջ հոգևոր, գիտեք, մի հետաքրքիր բառ ասեցի, հոգևոր, հիմա մեզ դիտողները կամ այն մարդիկ, ովքեր որ հոգևոր կյանքով չեն ապրում, մտածում են դա իրանց չի վերաբերվում։ Սերից, եթե չլինի քո մեջ շունչ, դու մի վայրկյան էլ չես ապրի։ Համաձայն ես։ Նշանակում է բոլորս հոգևորի կարիք ունենք։ Իսկ շնչի պատասխանատվությունն էլ չէ, ավելի շնչի իրավունքն ու իշխանությունը դա Տիրոջ ձեռքերի մեջ է։ Ոչ իմ ու կներես, եթե սա քո համար նորություն է, ոչ էլ քո։ Աստծո ձեռքերի մեջ է։ Ու մի բան կա, որ դու ոչ կարաս գին վճարես։ Ոչ կարաս ինչ-որ մի բանով առնես ու ծախես։ Եթե դա Աստծո ձեռքերի մեջ է, արժի որ մենք իրան պաշտենք, երկրպագենք, որտեվ մենք գին չվճարեցինք, երբ որ ստացանք։ Ամեն։ Ամեն։ Ու գիտես, ես պատկերացրի իմ կյանքի մեջ, որ մեր կյանքերը նմանեցրի սենց իմ պատկերացումով նավակի։ Մեկինը փուչուր նավակա, մեկինը մեծ նավակա։ Ու գիտեք ինչի նավակի, հետաքրքիր է ինչի նավակի։ Նավակը ինքը ոչ ամրության վրայով է գնում։ Դու կարաս նմանացնես նույնիսկ ինքնաթիռի։ Բայց ես նմանեցրի նավակի, ինչի, որտեղ շատ փոթորիկներ կան, շատ անհասկանալի իրավիճակներ կան։ Շատ բաներ կարան տեղի ունենան ընթացքում։ Ու գիտես, երբ որ դու վերցնում ես այդ նավակը ու նենց տպավորությունը ոնց որ գնաս անորոշություն։ Դու չգիտես ուր ես գնում։ Դու ուղևորվում ես ու դու չես կարա, եթե դու հավատք չունենաս, դու չգիտես դու ուր ես գնում։ Դու պետք է հասկանաս ուր ես գնում, ես չգիտեմ ոնց։ Պատկերացրու մտնում ես ծով, որը աջ տա երևում, ոչ ձախը տա երևում, ոչ դեմը տա երևում, ոչ հետևը տա երևում։ Դու չգիտես ինչ անես։ Մեր կյանքերն էլ են նման։ Դու գիտես, կարող ես մտածես, ասես, հա, մենք պլաններ ունենք իրագործած, բայց գիտես, ճանապարհին ամեն անգամ ինչ-որ մի բաներ է տեղի ունենում, դժվարություններ, հիվանդություններ, ճանապարհին շատ տեղի են ունենում հիասթափություններ, դավաճանություններ։ Չէ՞ որ չէիր սպասում, մեկը հիվանդություն եկավ քո կյանքում։
Կանես ասում բարև ձեզ։ Ես ձեզ չէի սպասում։ Կան որ դավաճանություններ են լինում մարդկանց կյանքում։ Կինն է դավաճանում, ամուսինն է դավաճանում, իր հարազատ ընկերներն են դավաճանում, ու ասում ես չէի սպասում։ Ու շատ բաներ կան, որ մենք պլանավորում ենք, չգիտեմ, կամ մի ձև, մի բան անում ենք, որ սենց պիտի ստացվի, երազանքով գալիս ենք, որ էդի տենց պիտի ստացվի, հիմա դու այդ հաջողությունը պիտի վերցնես, կամ ծրագրավորել ես, տենց էլ պիտի լինի, ու մեկ է մի բան չի ստացվում։ Մի բան կդրվում է։ Ու ասում ես, էս ինչ էր։ Նավակն էլ է տենց։ Գնում ես հանգիստ է, խաղաղ է, մեկ է տեսել մը փոթորիկ սկսվեց։ Եթե Տիտանիկի պատմությունը նայենք, որ չլիներ այդ սառույցի կտորը, մեկ է մի հատ սառույցի ես գալիս։ Ու գիտես հետաքրքիրը որն է, որ այստեղ Հիսուս Քրիստոսը մի հետաքրքիր բան ասեց, որ ես կուզենամ, որ մենք այդ բանին շատ ուշադրություն դարձնենք։ Դա գրված է Հովհաննես ավետարանի 14-րդ գլխի 20-րդ խոսքում։ Այն օրը դուք կճանաչեք, որ ես իմ հոր մեջ եմ եւ դուք ինձանում եւ ես ձեր մեջ։ Այն օրը դուք կճանաչեք ու կտեսնեք, որ ես հոր մեջ եմ, հայրը իմ մեջ է, դուք իմ մեջ եք, ես հոր մեջ եմ, դուք իմ մեջ եք ու ես ձեր մեջ։ Հետաքրքիր է, չէ՞։ Մի քիչ անհասկանալի է, բայց առանց դրա անհնար է։ Երբ որ մենք քայլում ենք ինչ-որ միտեղ ու չլինի մեր ներսից առաջնորդություն ու չլինի Աստծո ներկայությունը մեր կյանքերի վրա, որը որ քեզ կուղեկցի, խոսա քո հետ, քեզ կառաջնորդի, դու համարյա տեղ չես հասնի։ Ու գիտես հետաքրքիր է, երբ որ մենք գնում ենք մեր կյանքի ընթացքում այդ դժվարությունների ժամանակ, գիտես ինչ հետաքրքիր է։ Պատկերացրեք, երբ որ լոդկան այդ sense նավակ ասած, ծովի մեջ է ու բախվել է ինչ-որ մի բանի։ Կյանքեր կան, չէ՞ որ բախվում են ինչ-որ մի բանի։ Ու թվում է թե քեզ սաղ պիտի օգնեն, թվում է թե քո մոտ ամեն ինչ պիտի լավ ստացվի, ու մեկ էլ ջուրը սկսում է լցվել է նավակի մեջ։ Գիտեք ինչ եմ ես համեմատել նավակի հետ։ Ու ամենաառաջի ռեակցիան իմ ու քո ամենաառաջի ինչը որ մենք կուզենայինք անենք, դա գիտես ինչն է, վերցնում ես ինչ-որ մի բանով ուզում ես ու դու օգնություն օգնես, դու ուզում ես մի բանով կարգավորես այդ իրավիճակը, դու ուզում ես այդ ջուրը հանես լոդկայից ու գիտես շատ մարդկանց տեսնում ես, որ իրենք տանջվում են, վերցնում են, բայց լոդկեն կոտրվել է, ջարդվել է։ Շատ մարդկանց կյանքում ջարդված լոդկաների պես են, նավակների պես։ Ու գիտես տանջվում ես, այդ ժամանակ չես լսում, ինչի ես այս օրինակը բերեցի, որ շատերը կսպասեն, ահա այս ձեռը ինձի կօգնի, ահա այս մարդը ինձի կօգնի, ահա այս զանգը ինձի կօգնի, ահա այս բժիշկը ինձի կօգնի, ահա այս չգիտեմ, այս մեկը ինձի կօգնի, բայց արի ու տես, որ Հիսուս Քրիստոս ասեց, լսի, ամենաթանկը, ինչ ես կարայի քո համար անել։ Գիտեք ինչքան մարդիկ կան, որ այդ պահին sense մտածում են, Աստված ջան, ուր ես։ Չես տեսնում իմ տանջանքները։ Չես տեսնում, որ այս իրավիճակը եկավ իմ կյանք։ Ու դու տանջվում ես, չես կարող լսես։ Հիսուս Քրիստոսը ասեց, ամենաթանկը, որ ես կարամ քո համար անեմ, որ ես մտածել եմ, որ ես քո համար անեմ, դա իմ ներկայությունն է քո սրտի մեջ։ Ու գիտես հետաքրքիր է, մարդիկ իրենց նեղությունների ժամանակ կենտրոնանում ենք խնդիրների վրա։ Խնդիրները մեզ հոգնածնում են։ Խնդիրները գողանում են ինձ ու քեզանից քո ուժը։ Խնդիրները շատ ժամանակ գիտես ինչ են անում, իրանք ունակություն ունեն քո հայացքդ ուղղեն իրանց վրա։ Խնդիրների հիմնական պատճառը հենց դա է, որ քո հայացքդ ուղղությունը տա իր վրա, խնդրի վրա։ Գողիաթին նպատակը հենց այդ էր։ Գողիաթի նպատակը, որ մարդկանց շեղեր իրանց ունեցած հայտնությունից։ Դու որ գիտես միտեղ դուրս ես եկել, դու միտեղ կհասնես։ Հիսուս Քրիստոս ասեց նստեք նավակը ու անցեք մյուս կողմը։ Ստեղ կլուչևոյ շատ հիմնական բառեր կար։ Անցեք մյուս կողմը, ես արդեն ասել եմ։ Ես արդեն ասել եմ, թեև դժվարությունները, փոթորիկները, ջրերը, որ քեզ խորտակեցնում են, թեև այդ իրավիճակները լինի, բայց Քրիստոսի ասածը արդեն ուժի մեջ էր։ Քրիստոսի ասածը արդեն կտաներ, կհասցներ այնտեղ, որտեղ մեր հավատքն է, որ մեզ կոտրում է ճանապարհի կեսից։
Շատ ժամանակ մեր հայացքները այնտեղ չի, որտեղ որ պիտի լինի։ Սելիս Աստված ամեն ինչ կանի, որ քո հայացքը ուղի դեպի իրան։ Աստված չի կարա ինձ ու քեզ մեծ օրհնությունների, Աստված չի կարա ինձ ու քեզ մեծ բաների վրա դնի, երբ որ մեր հայացքը շատ ժամանակ շեղվում է։ Երբ որ մեր հայացքը անընդհատ կորում է, ստեղից ընդեղ, ըստ իրավիճակների, որ ժամանակ որ մեզ իր ձև որ դուր է գալիս։ Ու գիտես շատերի կյանքում ենք ցավոք սրտի տենում, նույնպես ես խոսում եմ, գիտեք, ոչ միայն մեր համար։ Ես խոսում եմ երիտասարդների համար, աշխարհի համար, որտեղ բոլորիս կյանքը ինքը նման է։ Կան դժվարություններ։ Ու գիտես շատերի կյանքում ցավոք սրտի կար լինում է կործանում։ Աստվածաշունչը շատ է զգուշացնում դրա մասին։ Ասում են, որ կործանման ժամանակ կա ճնշումներ։ Ու գիտեք, հետաքրքիր է ինչա տեղի ունենում, երբ որ մարդ սկսում է կործանվել, ինչի է մեզ համեմատե ծովի հետ։ Գիտեք, սիրելիս, ծովի մեջ ճնշումը շատ ծանր է։ Ու երբ որ դու խորտակվում ես մի քիչ, լուսավորությունը թելը որ մի թեթև երևում է, դու կարող ես ձայներ մի քիչ լսես։ Ու ինչքան որ դու սկսում ես խորտակվել, այնքան արդեն լուսավորություն դա կորչում։ Ու դու սկսում ես լույսը չտեսնել, որտեվ Աստծո խոսքը ասում է Հովհաննես 1-ին գրված է եւ լույսը եկավ խավարի մեջ ու խավարը իրան չնկատեց։ Կարևոր է, որ դու ամեն ժամանակ լույսը տեսնես, տեսողությունը ու դու պատկերացնում ես ինչքան դու իջնում ես, այնքան մտություն է գալի։ Այդ մտությունը սկսում է քեզ կուրացնել։ Ու գիտեք, այնքան հետաքրքիր է, որ դու ինչքան իջնում ես, այնքան սկսում ես ձայները չլսել։ Ջրի մեջ զգում ես, չէ՞, ձայները կան։ Հետո մի քիչ ես խորտակվում, ձայները կորում են։ Հետո մի քիչ ես խորտակվում, ձայները ընդհանրապես չես լսում։ Ինչքան մարդիկ կան, որ ոչ մեկի խորհուրդները չեն լսում էլ։ Դու չգիտես իմ իրավիճակը։ Ինչքան երիտասարդներ կան, իրենց ծնողներին էլ չեն լսում։ Այսօր սիրելիս մեծ խնդիր կա լսելու։ Մարդիկ մեկը մեկին չեն լսում։ Եկեղեցու բեմից քարոզ է գնում, քարոզը չեն լսում։ Աստված երկնքից խոսք է ուղարկում ինձ ու քեզ, մենք այդ խոսքը չենք լսում։ Տեսնում ենք Տիրոջ հրաշքները, մարդկանց կյանքերը փոխվել, չենք տեսնում։ Մարդիկ չեն նկատում, որ իրոք աշխարհը գնում է կործանման, իր եզրափակմանը, պիղծը ավելի է պղծվում, սուրբը ավելի պիտի սրբանա, բայց մարդիկ չեն տեսնում։ Սելիս կործանման մեջ ենք։ Ու գիտես աշխարհը անընդհատ ասում է այս լավ է։ Ու գիտես այնքան հետաքրքիր է, որ մի հատ էլ կարևոր բան կա, որ մենք էլի պետք է սկսենք նկատել է, երբ որ ջրի մեջ ավելի խորտակվում ես, ճնշումը ռուսերեն ասած դավլենին ավելի է շատանում։ Այսօր առավել քան երբեք վերջի օրերում մենք մարդկանց հետ խոսալուց ամեն անգամ տեսնում ենք ճնշումներ պարտքերի, ճնշումներ հարաբերությունների։ Այս ինչ անում եմ չի ստացվում, այս ինչ անում եմ չի լինում, եկեղեցի գնալու ժամանակ չունեմ, ինչի, որովհետև ինչ որ մեկը ճնշում է իրան։ Իմ կյանքում կար ժամանակ, երբ որ գիտեք, այնքան հետաքրքիր է, ես գիտեմ, ճանաչում եմ լիքը մարդիկ, ովքեր որ այս իրավիճակում հայտնվել են։ Ու ցավոք սրտի լիքը մարդիկ կան, որ այս իրավիճակից չեն բարձացել։ Տիտանիկ լսել եք այդ պատմությունը, դա իրական պատմություն է։ Մեր եղբայրներից մարդիկ զանգում էին ինձ, ասում են մանվել եղբայր ոնց ես, ասում եմ լավ եմ։ Ասում են ինչ ես անում քունես, ասում եմ Լեոյի հետ կոֆե եմ խմում։ Եղբայրս ինձ զարմացած ասում են Լեոնով, ասում եմ Տիտանիկի Լեոնա։ Սիրելիս խնդալու է, բայց շատ դաժան է։ Շատ մարդիկ կան, որ հայտնվել են հենց Լեոյի կարգավիճակում։ Շատ մարդիկ կան, որ էլ արդեն ոչ մեկի ոչ ձայնը լսում են, ոչ մեկի ոչ հրաշքները տեսնում են, ոչ տեսիլք ունեն իրենց կյանքերի վրա, ոչ էլ ուզում են, որ ինչ-որ մեկի տեսիլքը վերցնեն։ Սիրելիս սատանեն գողանալու է ինձանից ու քեզանից առաջինը տեսիլքը եւ հայտնությունը։ Լսելիքը, որտեվ երբ որ դու կդրվես Աստծուց, կդրվես Աստծո խոսքից, երբ որ դու չսկսես տեսնել Աստծո տեսիլքը քո կյանքի մեջ, երբ որ Աստված եկավ Հեսուին ասեց, Հեսուին առաջի բառը ասեց տես,
Ես քո ձեռքն եմ տալի, այս քաղաքը։ Հեսուին պետք էր տեսնել անհնար տեղը։ Այսօր սիրելիս անհնարինի մեջ ես ու դու պետք է սովորենք Աստծո ձենը համ լսել, համ էլ տեսնել։ Ու մենակ այդ մեզի կհանի տարբեր իրավիճակներից։ Մենակ այդ է քեզ պետք ամեն իրավիճակների մեջ։ Այսօր մարդիկ շատ հնարավորություններ ման կգան, բայց դա քեզ չի օգնի։ Տիտանիկին այդ հնարավորությունները, Տիտանիկին ու մնացած ժողովրդին չէին օգնի, մենակ Աստծո խոսքը։ Որը որ իմ ու քո ներսումը։ Ամեն։ Գիտեք ինչ հետաքրքիր մի տեղ է գրած։ Հռոմեացիս 8-րդ գլխի 9-ից 11-ում։ Բայց դուք մարմնով չեք, այլ հոգով։ Փառք Հիսուսին, շատ ուժեղ նորություն է, չէ՞։ Բայց մենք մարմնով չենք, մարմնի մեջ ենք, բայց մարմնով չենք։ Մարմնի մտածելակերպով չենք, այլ հոգով եք։ Եթե Աստծո հոգին ձեզանում բնակված է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգինը չունի, նա նրանը չէ։ Եվ եթե Քրիստոսը ձեզանում է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարության համար։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեզ մականացու մարմնից էլ կկենդանացնի իր հոգովը, որ ձեզանում է բնակված։ Ամեն։ Այս խոսքերը կարդալուց չեմ, ուժեղ բան է տալի, չես, մի հատ սենց, որ սկսում ես հասկանալ այս խոսքի իմաստը, գիտեք շատերը, ես մի հատ սենց կողքից մի բան ասեմ, ինձ ասում են դու եղբայր շատ ոգևորված ես։ Ես մի բան մտածի, ասի իրոք լավ էլ կա, որ ես ոգևորված եմ։ Սելիս ես, եթե որ լցված ես հոգևորով, Աստծով, դու չես կարող ոգևորված չլնես։ Ու սա մարդիկ տարբեր են, չէ՞։ Մեկը հանգիստ ոգևորված է, մեկը աշխուժ, մեկն էլ անհանգիստ ոգևորված է, բայց ավելի լավը Քրիստոսով միշտ ոգևորված եղնես, ճիշտ։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Սերներ, հետաքրքիր մի բան է գրած այդտեղ։ Գրածա որ երբ որ դուք այն հոգին, որը որ Քրիստոսին հարություն տվեց, երբ որ բնակված է ձեր մեջ, ձեր համար արդեն ամեն մեղքի մարմնի իրավիճակներ, գայթակղություններ, ցանկություններ, արդեն իրավիճակների թելադրանքներ, ձեր համար պետք է մեռած լինի, որտև այն հոգին, որը որ հարություն տվեց Հիսուսին։ Մեծ կարևոր բառ է այդտեղ գրած։ Այն հոգին, որը որ հարություն տվեց Քրիստոսին, բնակված է իմ ու քո մեջ։ Մի անգամ իմ կյանքում այնքան վկայություններ ունեմ։ Ես ուղղակի չեմ ուզի այդ վկայություններով գնամ, բայց որոշակի բաներ կպատմեմ։ Դուք չեք պատկերացնի ինչքան հզոր եմ լսել Աստծո խոսքը։ Ես մի անգամ պատմել եմ, ելի կպատմեմ։ Երբ որ մեքենայով գնում եմ ու աղոթում եմ, ասում եմ Տեր Աստված, խնդրում եմ, ինձ խոսք տուր։ Տեր Աստված, հիմա ամենաշատի ինչի կարիք որ ես զգում եմ, դա քո խոսքի կարիքն եմ զգում։ Ինձ մի հատ խոսք տուր։ Ես ավելի շատ ուզում եմ հասկանալ Աստված տեսնում է, Աստված իմ հետ է, Աստված հələ ինձ առաջնորդում է, ու սենց մի հատ իրավիճակներ են, մտքեր էր խառը, ու գիտեք հետաքրքիր պատասխան ստացա ես իմ սրտի մեջ։ Ես գիտես տեսա Քրիստոսին տխուր աչքերով։ Ասեց այն խոսքը, որը որ ամբողջովին ողողված է, շաղաղված է, Սուրբ Հոգով, այսօր ես տվել եմ ձեզ։ Ու այդքանից հետո մարդիկ էլի նեղվում են։ Էլ ես ինչ կարամ անեմ քո համար։ Դու մտածում ես, որ հիմա լավ հնարավորություն տամ, այդ ամենալավ որոշումն է քո համար։ Հիմա դու մտածում ես, ինչ որ մի հատ դուռ բացեմ քո համար, ինչ որ ժամանակիդ համար, ինչ որ մի կարճ օրհնություն, դու դրանով կուրախանաս։ Էդ է քո ուզածը։ Դու մտածում ես, որ ինչի ինձի չնկատեցին, այս մարդուն նկատեցին, ուզում ես, որ քեզ նկատեն, քեզ ձեռք մեկնեն, էդ է քո ուզածը։ Դու դրանով կուրախանաս։ Դու մտածում ես, որ սենց լնեի, սենց անեի, կամ ինչ որ քո սրտի ցանկությունը, այդ քո երազանքը, այդ որ տայի, դու դրանով կուրախանայր։ Այդ քո մտածելով ամենաբարձրն էր, ամենալավն էր, ինչը որ ես ուզում եի անեի քո համար։ Էդ է քո մտածելակերպը։ Ու ես մի պահ կանգնեցի ու ասեցի՝ Տեր,
Ես ճիշտ չեմ հասկացել։ Ես ընդհանրապես ճիշտ չեմ հասկացել։ Ես խնդրում եմ ների ինձ, որտեվ այն ինչ զորություն, այն ինչ որ կար, որ Աստված ամենալավը, գիտես, ամբողջ քո կյանքիդ, ամբողջ քո իրավիճակներիդ համար, որ Աստված մի հատ որոշում կարար աներ, դա արեց։ Այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, այնց այդ հոգին քեզ էլ հարություն կտա։ Ամեն։ Հալելույա։ Սերունդս, ես գիտեք, այնքան ուժեղ մի օրինակ կա, որ ես երկար, ճիշտ ասած, կարող է տեսածել լինեք, ես երկար ժամանակ եմ պատրաստվել, երկար ժամանակ աղոթել եմ։ Ես ուզում եմ մի քիչ ցույց տամ, գիտես, այնքան հետաքրքիր է, որ իրավիճակները դու խոսալով պատկերացնում ես, բայց համ էլ իրավիճակները դու տեսնում ես։ Երբ որ դու տեսնում ես, քո աչքին ու ավելի պատկերավոր է երևում, չէ՞։ Ամեն։ Ասենք, երբ որ ասում ես մուկը վազեց, մտավ ինչ-որ տեղ։ Պատկերացումիդ մեջ կա, բայց որ դու տեսնում ես մուկը ոնց է վազում, մտնում է մի տեղ, դու ավելի հեշտ ես, չէ՞, պատկերացնում։ Ամեն։ Դրա համար սիրելիներս, այստեղ բժշկական նյութեր են ճիշտ ասած։ Ես sense դնեմ, ուղղակի ուզում եմ այս խոսքերը, որ մենք կարդացինք, ես օրինակներ բերեմ։ Սա բժշկական նյութեր են ուղղակի։ Գիտեք, բաժակը դա անոթ է, անոթ։ Ուղղակի անոթ, որ ինչով որ լցվում եք։ Ոնց որ օրինակով որ վերցնեք, ոնց որ մեր կյանքը լինի։ Ու մեր կյանքը ինքը ինչ որ մի բանով պետք է լցվի, չէ՞, ուրախությունով, հավատքով, զորությունով։ Աստված մեզ կյանք է տվել, որ մենք լրացնենք։ Ամեն օր ապրելով, ամեն օր դու ինֆորմացիաներ ունենալով, ամեն օր դու մի բան լսելով, դու սկսում ես դրանով ապրել, սրանով լցվել։ Չէ, Աստծո խոսքը ասում է, որ ինձ հավատացողը իր միջից կենթանի ջրեր կբխեն։ Այսինքն մենք լցվում ենք կենթանի ջրերով։ Քո խոսքդ կարա կենթանացնի, քո խոսքդ կարա մերցնի։ Դու լցվում ես կենթանի կյանքով, կամ էլ լցվում ես անհաջողությունով։ Կամ էլ, չգիտեմ, ինչով ասես կարաս լցվես։ Դրա համար Աստված գիտեք ինչ, նման է, հետաքրքիր է։ Նայեք, այս կյանքն է անոթ, մաքուր, հələ որ ոչ մի խնդիր չկա, ոչ մի բան չկա, ու Աստված տալիս է մեզ կյանք, որ մենք ընտրություն կատարենք, ահա, լցենք։ Լցվեց։ Մենք սկսեցինք հասկանալ, մենք սկսեցինք ընտրություն կատարել, թե չարը, թե լավը, թե բարին, թե որտեղ է մեզ պետք, որ մենք գնանք, որտեղ չէ, որ մենք չգնանք։ Ու գիտես, այս իրավիճակը պատկերացնելով ես մի բան եմ պատկերացնում, մի երիտասարդ։ Ես էլի ուղղակի ուզում եմ, որ դու պատկերացնես, մի երիտասարդ։ Պատկերացնենք, որ սա մի երիտասարդն է, այս երիտասարդ ասելով ուզում եմ, որ ինձ ու քեզ պատկերացնենք։ Մի երիտասարդ, որ ծնվեց, եկավ այս աշխարհ ու հասկացավ, որ ինքը ունի հնարավորություն, որտեղ այս աշխարհը լիքն է իր հնարավորություններով, լիքն է իր առաջարկներով։ Ու գիտես, Աստված երբ որ տվեց մեզ կյանքը, Աստված ուզեց, որ մենք սուրբ կյանքով, անարատ կյանքով լցվենք, որտեղ քանի մենք ներսը չենք տեսնում, իսկ Աստվածաշունչը ասում է, որ մենք ներսն ենք տեսնում։ Աստվածաշունչը ասում է, որ Աստված ներսն է նայում, ներսիդ վիճակը։ Դրա համար մենք չենք տեսնում, մենք ամեն ինչ նայում ենք երեսանց, տեսնում ենք ամեն ինչ սիրուն է, լավ է, ասում ենք ուրեմն ամեն ինչ լավ է։ Բայց մեր ներսից փոթորիկներ են։ Մեկին կործանումներ, մեկը արդեն էլ չի ապրում։ Ու գիտեք, ես երիտասարդի կյանքում մի լավ ծաղկուն վիճակ էր։ Ինքը օգտվում էր ամեն մի հնարավորություններից։ Աշխարհի տված հնարավորություններից։ Ու այս աշխարհի տված հնարավորությունները ամեն անգամ գիտես ինչ էր անում։ Փչացնում էր այս երիտասարդի կյանքը։ Գայթակղություններ, չներում, մեղքի ցանկություն։ Ու գիտես ամեն անգամ ինքը սենց լցվում էր։ Սենց լցվում էր։ Ու մի պատ, գիտես, գալիս է ժամանակ, որ իմ ու քո կյանքը նման է լինում, որ գիտես, խաղաղությունը մի տեսակ կորցրել ես, չկա խաղաղություն։
ասում ես, բայց խի չկա խաղաղություն, կարող է ամուսնուս համար մի բան եղել է, զանգում ես, չէ, նորմալ է, կամ կնոջս մի բան եղել է, չէ, նորմալ է։ Բայց ներսից անընդհատ մի հատ անհանգստություն կա։ Տեսնում ես, որ խաղաղությունը կորցրել ես։ Հետո տեսնում ես, որ կյանքումդ արդեն սուտն էլ է դառել նորմալ բան։ Հետո տեսնում ես, որ արդեն Աստծո ձայնը չես լսում։ Հետևում ես աշխարհի ցանկություններին ու տարբեր տեսակի sense բաներին։ Ու գիտեք, ես երիտասարդի կյանքում եկավ այն ժամանակ, որ ինքը այնքան արդեն այն բաներ արել, որ այնքան էր ամեն ինչ արդեն տեղերը խառնել իրար, այնքան էր ամեն ինչ արդեն վատացրել, այնքան էր իր անունը, ու գիտեք, գալիս է ժամանակ, որ քո անունը արդեն այնքան է թնդում, այս երիտասարդը այնքան էր անուն ձեռք բերել արդեն, որ ինչ ուզում իրան թույլ էր տալիս։ Ես ուղղակի առակ եմ ասում, մենք մեր կյանքերին մի քիչ sense կողմից գնում ենք։ Ու գիտես, երկրի նախագահը որոշեց, որ իրան պետքա բռնել։ Ու իր արածների համար պետքա պատասխան տա։ Բարի գալուստ իրականություն, մենք բոլորս մեր արածների համար պետքա պատասխան տանք։ Ու գիտես, այս երիտասարդը ասեց, սիրելի դատավոր, սիրելիներս, որոնք որ դուք հայց եք ներկայացնում իմ արած գործերին, որոնք որ էսի սենց եմ արել, ես կուղվեմ, ես կդզվեմ, ես կաշխատեմ, ու գիտես, նորից վերադարձավ բարի գործերին։ Բայց ոչ մի բան չփոխվեց։ Աշխատեց, տանջվեց, ուզեցավ, որ մի բան փոխվեր, ոչ մի բան չփոխվեց։ Ու գիտես, երբ որ արդեն ինքը տեսավ, որ ամեն մի հնարավորություն, որ այդքան ձեռք էր բերել, այդ հնարավորությունները օգտագործելուց հետո ասեց, լավ, ես կվարձեմ տարբեր տեսակի մարդկանց, որոնք որ իմ գործը սնենց կանեն, որ ես ազատվեմ սրանից, կարդարացնեն ինձ։ Ու եթե կարճ ասեմ, անցավ ժամանակ։ Ու վատնեց ամեն մի հնարավորություն։ Վատնեց ամեն մի ձեռք բերած ընկերություն աշխարհից, որոնք որ խոսք էին տվել, ինչ էլ որ լինի, ես քո կողքին կլինեմ։ Ես այս ինչ խոսում եմ, խնդրում եմ քո կյանքի հետ համաձայն տանես։ Որոնք որ այս ժամանակ խոստացել են, որ կողքիդ կլինեն, որոնք որ ասել են, մենք երբեք չենք դավաճանի քեզ։ Այն իրավիճակները, որ դու մտածում ես, որ մեր հետ սենց ասեմ, որ մենք աշխարհիկ խոսքեր ունենք, որ ասում ենք մի կյանք են տվել, ապրի կեր խմի քեֆ արա։ Բայց մի կյանք են տվել, խի չենք ապրում, խի չենք ուտում, խմում, քեֆ անում։ Այդ քեֆ անողները ուր եղան, խի հետ հիմա քո կողքին չեն։ Ու գիտես, եկավ ժամանակ, որ ամեն ուժերը վատնելով մնաց մենակ իր ծնողների հետ։ Միակ մարդիկ, որ գնում էին իրան տեսակցության, դա իր ծնողներն էր։ Դուք պատկերացնում եք, նստած ես երիտասարդը իր բերդի մեջ։ Ու անցավ էլի ինչ-որ ժամանակ, ու ոչ մաման կար, ոչ էլ պապան։ Մեր համար նորություն չի, որ մենք ստեղ հավիտյան չենք։ Մաման ու պապան էլ գնացին, ես երիտասարդը մնաց մենակ։ Վատնած իր բոլոր հնարավորությունները։ Կորցրած իր բոլոր ձեռք բերումները։ Մնացել էր մենակ ինքի իր կորցրած, կործանած կյանքի հետ։ Թվում է, թե կյանքը նորմալ էր, ամեն ինչ լավ էր, պետք է ամեն ինչ լավ ստացվեր, լավ մարդու հետ էր ամուսնացել, լավ գործի էր գնացել, լավ շրջապատ ուներ, ամեն ինչ պետքա լավ լիներ մինչև կյանքի վերջ, բայց սաղ ամեն ինչ փչացավ, այսօր փչացրեց։ Այդ աշխարհը, որ ես այդքան սիրում էի, ինչի դավաճանեց ինձի։ Այդքան հնարավորությունները, որ աշխարհը ինձ տվել էր, ինչի այսօր ես հնարավորություն չունեմ։ Շատերը կան, որ շատ բան կուզենային փոխեին, բայց անհնար է դառնում։ Շատերը կան, որ շատ երազանքներ ունեին, բայց միամիտ կոդրվում է, մի բան փչանում է, ու կանգնած ասում ես, ես ինչի սենց ստացվեց, որ թվում էր, թե ժամանակ կար, որ ես ամեն ինչ կարայի անեի, բայց այսօր ես հնարավորություն չունեմ, ես եմ
իմ կոտրված նավակս։ Ոչ մի բան չի փոխվում։ Ես փորձում եմ լավը լինեմ, փորձում եմ փոխեմ, բայց չի ստացվում։ Ու գիտես հետաքրքիր էր, որ այդ խոսալու ժամանակ նայում էր աջ, նայում էր ձախ ու իրան լսում էր մենակ պատերը ու ճաղերը։ Ու մեկ էլ մի փոքր անկյունից մի թեթև ընկած շող։ Մեկ-մեկ այդ շողն է չկար։ Էս է քո կյանքը։ Ու գիտես մի ժամանակ եկավ, երբ որ արդեն հուսահատված, երբ որ արդեն ամբողջ հույսը կորցրած, երբ որ ինքը իրանից էր հուսաթափվել, որ արդեն մի պահ կանգնեց, ասեց, ես էլ արդեն անզոր եմ։ Այդ ժամանակ գիտես ինչ տեղի ունեցավ, ներսի խորքից մի ձեն լսեց։ Ու գիտես այդ ձենը այնքան հզոր էր, այնքան ներսից էր, այնքան շարժող էր, որ թվում էր, թե բերդի պատերն էլ արդեն փշրվում են։ Ներսից մի հատ ձայն, որ ասեց, ես կալամ, քո կյանքը փոխեմ։ Ես այսօր վերնագրել եմ այդպես։ Կարամ քո կյանքը փոխեմ։ Կյանքդ կարող եմ փոխել։ Ու ես ներսից այդ ձայնը այնքան ուժեղ էր, այնքան հզոր էր, որ խառնվեց իրար էս երիտասարդը։ Ասեց ո՞նց։ Դու իմ կյանքը կարաս փոխես։ Իմ կյանքը ոչ մեկ չի կարացե փոխի։ Ես ամեն ինչ արել եմ, չեմ կարացե փոխեմ։ Դու կարաս փոխես, այո, քո կյանքդ կարամ փոխեմ։ Բա ուր էիր։ Բա ինչի այսքան ժամանակ ձեն չէիր անում։ Բա ինչի չէիր խառնվում։ Ինչի թողեցիր, որ ես այսքան տանջվեցի եկա հասա այս վիճակին։ Շատերը ասում են քո կյանքում էլ փոփոխություն չկա։ Ոչ մի բան էլ իրավիճակ չի փոխվի, քո երազանքդ էլ չի իրականանա։ Շատերն ասում են դու էլ չես բժշկվի, դու էլ ուրախ կյանք չես ունենա, քո երեխու հետ sense չի լինի։ Շատերը արդեն անեծքի խոսքեր են ասում, որտեղ իրավիճակներն են թելադրում։ Բայց Աստված ասում է ոչ, ես քո կյանքդ կարամ փոխեմ։ Տեր Աստված, բա ուր էիր։ Ու գիտես մի հատ հանգիստ ձայն։ Քո ցանկությունները ու քո մեղքերդ խլացրել էին քեզ։ Կուրացրել էին քեզ։ Ես միշտ էլ քո կողքին եմ եղել։ Ուղղակի քո տեսիլքն ու քո ականջներդ ուրիշ տեղ էին։ Ու գիտես ես երիտասարդը փշրվեց հենց այնտեղ իրա բերդում։ Ասես Տեր Աստված փոխի իմ կյանքը։ Ու գիտես հենքա հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Աստված եկավ իր կյանքը։ Ու գիտեք ինչ տեղի ունեցավ։ Երբ որ Հիսուսը գալիս է մեր կյանք, Հիսուսը փոխում է մեր կյանքը։ Ինքը չի վերցնում իմ ու քո կյանքը շպրտի ասի դու փչացրել ես, էլ պետք չես։ Հիսուսը զորություն ունի հենց ներսից ինձ ու քեզ փոխելու, հենց ներսից նոր կյանք տալու։ Ես ուզում եմ միտեղ կարդամ ու օրինակս կշարունակեմ։ Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխի 6-ից 10, խնդրում եմ ուշադիր լինես։ Որովհետև Աստված որտեղ խավարից է, որովհետև Աստված որ ասես թե խավարիցը լույս ծագե, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքում է։ Աստված իր փառքը, այն որ ասեց խավարիցը թող լույս ծագե, այդ իր խոսքի զորությունը ասում է իմ ու քո սրտի մեջ ծագեցրեց։ Իրա մեջ
Հիսուս Քրիստոսի դեմքում է, իր միջոցով, առանց իր չի ծագելու այդ լույսը։ Բայց այս գանձը ունենք հողի անոթներում է, մեր անոթների մեջ։ Մի հատ գանձ ունենք, որ զորության գերազանցությունը Աստծունը լինի եւ ոչ թե մեզանից։ Ամեն բանի մեջ այստեղ խնդրում եմ ուշադիր լսես։ Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց չենք ճնշված։ Կարոտ ենք, բայց չենք տարակուսված։ Հալածված ենք, բայց երեսից չընկած, վայրընկած, բայց չկորած։ Ամեն ժամանակ Հիսուսի մեռնել է մեր մարմնումը կրում ենք, որ Հիսուսի կյանքն էլ մեր մարմնումը հայտնվի։ Ամեն։ Գիտեք, այն ժամանակ, երբ որ ես այդ կարգավիճակում, այդ տիտանիկի կարգավիճակում էր, այդ իրավիճակը թվում էր չէր փոխվում։ Ճնշումները շատ էր։ Չէր կարում այդ իրավիճակները փոխվեր։ Գրված է, երբ որ դուք այդ գանձը ունիք, երբ որ դուք Քրիստոսին ունիք ձեր ներս, եթե գայթակղությունները գան ձեր կյանք, հիասթափություններ, դավաճանություններ, իրանք ձեր վրա իշխանություն չունեն, որտեղ Քրիստոսն է ապրում քո համար, քո մեջ։ Դուք ճնշված, դուք նեղված եք, բայց ոչ ճնշված, ոչ տարակուսված, ոչ երեսից ընկած։ Մենք նույնպես լինում ենք, կան մեր կյանքում հիասթափություններ, ու գիտես, երբ որ դու Քրիստոսի հայտնություն ունես քո ներսում, նա քեզ վերև կբարձրացնի։ Իրավիճակները կարող է չփոխվեն, բայց Տերը քեզ բարձրացնելու է։ Որտեվ Քրիստոսն է, որ ապրում է քո մեջ։ Գայթակղությունները ասում են չեն վերջանալու, չեն լինելու։ Կներեք, անկարելի է, որ չլինի գայթակղություններ։ Դրա համար ասում են գանձը, որը որ մենք ունենք մեր ներսում։ Այս գանձը քեզ ամեն ժամանակ պահելու է քո դժվարությունների մեջ, քո նեղությունների մեջ, քո հիասթափությունների մեջ, քո հավատքիդ մեջ։ Կգան նորից գայթակղություններ, կգան նորից հիասթափություններ, կգան չորություններ, բայց երբ որ Քրիստոսն է քո ներսում, քեզ հետ ոչ մի բան չի լինի։ Երբ որ դու ամեն անգամ էլի նորոգվես Քրիստոսով, դու ամեն անգամ նորից հաղթարելու ես, դու ամեն անգամ նորից անցնելու ես, ու ամեն անգամ նորից այսենց քո կյանքդ Աստված փոխելու է։ Գիտես, ես մի պատմություն եմ ուզում պատմեմ, ու մենք աղոթենք, ու ես մի տեղ էլ կկարդամ, մի շատ կարևոր տեղ։ Դուք չեք պատկերացնես, ինչքան է ուզում ես հայտնությունը, որ իմ սիրտը սենց բացում էր, ես ուզում էի ձեզ էսի ցույց տալ։ Գիտեք, էլի իմ ու քո մասին եմ խոսալու, էլի իմ ու քո պատմությունն եմ պատմելու։ Անունը վերնագրել եմ այսպես, ես եմ վերնագրել։ Մի առյուծի պատմություն։ Գիտես, մի հատ առյուծ ուներ որդի, սենց ասեմ, ձակ, կորյուն։ Ես ասեմ, այդ կորյունը ես ու դու ենք։ Ու ժամանակ էր անցկացնում ինք իր զավակի հետ։ Այդ զավակը ես ու դու ենք, սիրելի քույրս ու եղբայրս։ Այս պատմությունը դուք չեք պատկերացնի, ինչքան եմ լացելով, ես ինչքան եմ լացելով, ասել Տեր Աստված, շնորհակալություն քեզ այս պատմության համար։ Սա իրական պատմություն է, իմ ու քո պատմությունն է։ Հայրը ժամանակ էր անցկացնում իր որդու հետ, իր զավակի հետ, իր կորյունի հետ, անցկացնում էր, սովորեցնում էր, խոսքեր էր ասում, ու եկավ մի ժամանակ, որ իրան պետք է մի բան վստահեր։ Ու հավաքվեցին մնացած գազանները, հավաքվեցին մնացած ժողովուրդը, ասեցին, ինքը պատրաստ չի, իր դեռ ժամանակը չի։ Իրանք ասեցին, գիտեք ինչ ենք մենք տենց մտածում, որտեվ ինքը վանդակով չի անցել, ինքը մենակ չի մնացել,
ինքը երբեք մենակ չի մնացել։ Ինքը ամեն ժամանակ քո հետ է եղել։ Մենք չգիտենք այդ քո տարիների ընթացքում իր մեծացած, սովորցրածը, որ դու ամեն անգամ իրան ասել ես, երբ որ ինքը կմնա մենակ, երբ որ կմնա վանդակի մեջ, նեղությունների մեջ, ինքը կհիշի քո ասածները։ Ու արքային մի բան առաջարկեցին։ Թույլ տալիս ես, որ մենք փորձենք։ Ու պատկերացնում եք, հələ մի բան պատկերացրա։ Պատկերացնում ես, որ այրուցը կանգներ ասես, «Նետ, չէ»։ Ոչ մի դեպքում։ Իմ երեխեն պետք չի, որ այդ քո վանդակիդ փորձությունները անցնի, ես վստահ եմ։ Դու պատկերացնում ես տենց, ասես, դու ներ տենց կասեիր։ Ասեցին թույլ տալիս ես փորձենք իրան այն փորձություններով, որ տեսնենք, սա քո ասածները, այդ սովորցրածդ, այդ մեծ գործը, որ դու ուզում ես իրան վստահես, կանցնի թե չէ։ Ու առյուծը ասեց, թույլ եմ տալիս։ Համաձայն ես։ Ու գիտես, այս առյուծը որդին քնեց ու զարթեց վանդակում։ Լավ վիճակում քնեց, վատ վիճակում զարթնեց։ Կա տենց մարդիկ։ Մի գիշերվա մեջ ինչքան իրավիճակա փոխվե։ Կան տենց մարդիկ, գնացիր հիվանդանոց իմացար։ Կան տենց մարդիկ, մի հատ տենց նորություն իմացար։ Կան մարդիկ, որ մի անգամից իրավիճակա փոխվե, սաղ պլաններդ խառնվել է իրար։ Առյուծը քնեց որդին ու զարթեց վանդակում։ Ու գիտես մի պահ չհասկացավ ինչի է ինքը վանդակում։ Մի պահ չհասկացավ ես ովքեր են, որ քար են շպրտում իրա վրա։ Ու երբ որ ինքը ամեն անգամ իր պապայի կողքն ա եղել, ինքը չի տեսել տես բան։ Քարծակվում էր այս վանդակից, այն վանդակ իրան ծեփում էր, կներեք այս բառերից համար, մի քիչ տնական ասեմ, սրտից սիրտ։ Ծեփում էր իրան այս պատից, այն պատ։ Չէր հասկանում, թե ինքը խի չի կարում այս վանդակից ազատվի։ Չէր հասկանում, թե խի են իրան ցավացնում։ Ու անընդհատ իր մտքի մեջ մտածում էր, ասում էր, կլինի արդյոք այս վանդակը ազատվի, մի հատ իրանց հարցերը լուծեմ։ Այսօր ինչքան է եղել քո կյանքում, որ ուզեցել ես հարցերը լուծես։ Ուզեցել ես իրանց արարքներին իրանց նման պատասխանես։ Իրանց հատուցես։ Բայց անհնար էր։ Վանդակները չէր թողում։ Ու այրուցին ամեն անգամ ցավացնում էին, ամեն անգամ քարեր էին շպրտում, ամեն անգամ մի բան անում էին։ Ինչքան մարդիկ կան քո կյանքում, որ դու մտածում ես, ասում ես, անարդար է։ Իմ հետ շատ անարդար են վարվում։ Ու ես մտածում եմ, ասում եմ, Տեր Աստված, ինչքան ուժեղ կլներ, երբ որ մարդիկ ուրիշ ձև մտածեին, ոչ թե ամեն անգամ իրանց արդարությունը հապացուցեին։ Ինչքան զորավորներ կան, որ ընկել են, որտեղ ուզեցել են հապացուցեն, ուզեցել են իրանց արդարությունը հայտնի անեն։ Ու անցավ ժամանակ։ Անցավ որոշ ժամանակ, արդեն էլ քարերն այնքան էին շպրտել, որ էլ չէր ցավում։ Ու գիտես, ամեն անգամ առյուծը հերվից նայելով իր որդուն, ամեն օր ուրախանում էր, որ ինքը մի օր իր բերանով վատ բան չարտահայտեց այդ նեղությունների մեջ։ Ամեն անգամ աղոթելով ասում էր, այսօր էլ որդիս դիմացավ։ Այսօր էլ որդիս այս դժվարության մեջ անցավ։ Ամեն անգամ հայրը կողքից նայելով ասում էր, մի օր էլ իմ որդին կարողացավ անցնել։ Մի օր էլ կարողացավ իրան ճիշտ պահել, չծախել իր պատիվը այս աշխարհի ու այս ժան հարվածների համար, նեղությունների։ Մի օր էլ կարացավ հավատարիմ մնար։ Բայց գիտեք, առյուծի սրտում այդքան էլ արդեն քարերը չէր ցավացնում։ Այդ ամեն ինչը իրան էլ չէր ցավացնում, մենակ մի բան էր ցավացնում։ Ոնց հայրս թողեց մենակ։ Ու երբ որ մի օր մտածեց առյուծը ու հիշեց իր հոր ասածները։ Հիշեց, որ իր հայրը ասում էր, թեև հայրդ ու մայրդ քեզ թողեն, ես երբեք քեզ չեմ թողի։
Ես չեմ թողի, որ դու մենակ մնաս։ Հիշես, որ ասես լինելու են քո կյանքում նեղություններ, բայց դու քաջ եղիր, որտեվ ես հաղթել եմ այս աշխարհին ու հաղթանակը տվել եմ քեզ։ Կլինեն, որ քեզ դավաճանելու են, բայց իմացի, ես իմ կյանքն եմ տվել քո համար։ Գիտես, հիշեց խաղաղության մեջ, հիշեց, իր հոր ասածներով ասեց, լացելով ասեց, հայր, շնորհակալ եմ քեզանից, որ դու երբեք ինձ մենակ չես թողել։ Որ դու երբեք ինձ աշկատող չես արել։ Շնորհակալ եմ, որ դու գիտեմ, որ դու ներկա ես։ Ու գիտես ինչ հետաքրքիր բան տեղ ունեցավ։ Այդ ժամանակ, երբ որ սկսեց աղոթելը, Բերտի պատերը քանդվեցին։ Ու այն մարդիկ, ովքեր որ անընդհատ ցավացնում էին, այն գազաները, ովքեր որ քար էին շպրտում իր վրա, վախից ամեն մեկը մի կողմ փախեց, բայց այռուցին ոչ մի բան չէր հետաքրքրում։ Իրան մենակ հետաքրքրում էր, որ հասնի իր հորը։ Ինքը չէր տեսնում իր ցավացնողներին։ Ինքը չէր տեսնում էլ։ Սիրելի Հիսուս Քրիստոսը մեր ցավերը վերցրեց իր վրա։ Այռուցը այդ պահին կանգնավ արդեն ասեց Գաղաթացիս 2:20։ Ես կխնդրեմ փառաբանության թիմը թող գա, մենք հիմա հաղորդության համար պատրաստելու ենք մեր սրտերը։ Ու Գաղաթացիս 2:20 ասեց. այլևս կենթանի եմ ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենթանի է ինձանում։ Սելիս այսօր ժամանակն է, որ ես ու դու ասենք այլևս կենթանի եմ ոչ թե ես, այլ կենթանի է Քրիստոսը ինձանում։ Ամեն։ Ամեն։ Ես կխնդրեմ ոտքի կանգնենք։ Հալելույա Հիսուս։ Սիրելիս, այս պատմությունը ես ուզում եմ, որ վերցնես քո կյանքի վրա։ Ու միշտ հիշես, որ Քրիստոսն է, որ ապրում է մեր մեջ։ Ու մի բան պատկերացա, որ աշխարհը ինքը չի խնայում ոչ մեկին։ Գրված է, որ այս աշխարհի իշխանը սատանայի մասին է խոսում։ Ինքը փափագեց ցավեցնել Աստծո սիրտը։ Իսկ Աստծո սրտին ինքը չի կարող կպնի։ Իրա կպնելու միակ միջոցը դա ես ու դու ենք։ Իսկ այսօր Աստված իր սուրբ հոգու զորությունը Հիսուս Քրիստոս ասեց կաղաչեմ իմ օրը, որ Աստծո հոգին ուղարկի, որ ամեն նեղություններից ինձ ու քեզ հանի։ Ու ես հիմա ուզում եմ խոսքս ուղղեմ այն թանկ մարդկանց, ովքեր որ այսօր առաջ անգամ են եկել։ Սիրելի քույրս, եղբայրս։ Եթե դու այսօր առաջ անգամ ես ու լսեցիր այս խոսքը, ես կխնդրեմ, որ դու գաս առաջ ու մենք իրար հետ մի աղոթք անենք, բոլորովս։ Մեր Աստծուն աղոթք անենք, որ Աստծո սուրբ ներկայությունը գա մեր կյանքերի վրա, որ Աստծո պաշտպանությունը լինի մեր մեջ։ Ամեն։ Եթե դու այդ մարդն ես ձեր բարձացրու, խնդրում եմ քեզ ու կխնդրեմ քեզ, որ ես իջնեմ դու նույնպես իջի ներքև։ Կխնդրեմ առաջի անգամ գալացողներին գան առաջ մենք աղոթք անենք, բարև ձեզ։ Աստված օրհնի ձեզ դեմքով դեպի ինձ։ Սիրելիս, եթե դու առաջի անգամ ես, խնդրում եմ քեզ արի առաջ մենք աղոթենք։ Բարև ձեզ։ Արեք Մենք իրար հետ մի աղոթք ենք անելու, բոլորովս։ Բարև ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ, սիրելի քույրս, եղբայրս, Աստված օրհնի ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Աստված օրհնի, էլի կան մարդիկ, ում որ սպասում ենք, սա կարևոր աղոթք է,
Մենք բոլորովս ուզում ենք աղոթենք Աստված օրհնի ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Բարև ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Սա ամենակարևոր աղոթքն է, որտեվ երբ որ խաչի վրա ավազակներից մեկը տեսավ Քրիստոսին, ասեց Քրիստոս, խնդրում եմ, երբ որ գաս, հիշիր ինձ քեզ։ Այսօր Աստվածաշունչը ասում է, որ երբ որ դու սրտովդ հավատաս ու քո շուրթերով Հիսուսին Տեր ասես, ես կգամ ու քո կյանքդ կփոխեմ։ Որտեվ այլևս էլ դու չես, այլ Քրիստոսն է, որ ապրում է քո մեջ։ Մենք մեր մտածելով մտածում ենք, դե մեր բարի գործերը այնքան լավ կլինի, որ մենք կարող ենք մեր իրավիճակները փոխենք, բայց արի ուտես, որ Սատանեն 6000 տարվա փորձ ունի։ Ինքը ամեն խաբեություն, դժվարություն, թագարտներ դնելու է, որ փչացնի իմ ու քո կյանքը։ Բայց Քրիստոս ասեց, որ ես իմ այրան ու մարմնի միջոցով, խաչի մայի միջոցով ձեր կյանքին պաշտպանություն եմ բերելու, ձեր կյանքը փրկելու եմ։ Ու այսօր հենց այդ աղոթքի օրն է։ Ես կխնդրեմ, որ իմ հետևից կրկնեք, եկեղեցին կօգնի մեզ, սիրելի եկեղեցի, կխնդրեմ, որ դու օգնես, ու կխնդրեմ, որ դուք հեռու չգնաք, որտեղ մենք հիմա հաղորդություն ենք ընդունելու, մենք ուզում ենք առաջինը ձեզ պատվել։ Ամեն։ Խնդրում եմ կրկնես իմ հետևից։ Սիրելի Հայր Աստված, շնորհակալ եմ քո որդի Հիսուս Քրիստոսի համար։ Ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար։ Խնդրում եմ ների ինձ, մաքրի ինձ, ուշ տուր, հեռու մնամ մեղքից ու մեղքի գայթակղություններից։ Ես հավատում եմ, որ եկար այս աշխարհ, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Աղոթեցի հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է, երբ որ դու այս աղոթքը արեցիր, հրեշտակները երկնքում պար են գալիս, գիտեք ինչի համար, որտեվ ձեր անունները գրվեց կյանքի գրքի մեջ։ Ավելի մեծ պատիվ ու առաջարկ դրանից մեծ պատիվ չկա, բայց Աստվածաշունչը ասում է, որ պահի քո փրկությունդ, որտեվ քո փրկությունդ մի գանձի պես է, որ Աստված տալիս է առանց խնայելու, առանց մեզ աշխատելու, տալիս է քո ձեռքերի մեջ ու ասում է, ոնց որ գանձը կպայես, այտենց քո փրկությունդ պահի, ես կօգնեմ քեզ, քեզ մենակ չեմ թողնի, աղոթի ես կլսեմ քեզ, կանչի ես կմոտենամ քեզ, կպատասխանեմ քեզ։ Ամեն։ Ամեն։ Սիրելիներս, կխնդրեմ չգնաք, որտեղ մենք հիմա պատրաստվում ենք հաղորդությանը, մենք ուզում ենք առաջինը ձեզ պատվենք։ Հալելույա։ Մատթեոս 26-26-րդ խոսքը։ Հալելույա։ Հալելույա։ Տեր ջան, շնորհակալ ենք քեզանից։ Տեր ջան, շնորհակալ ենք քեզանից։ Սիրելիներս, մինչև հաղորդությունը ընդունել ես, կխնդրեմ լավ խոսքը կարդամ, նոր աղոթենք։ Եվ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացը առավ, օրհնելով կտրեց եւ աշակերտներին տվավ եւ ասեց. «Առեք կերեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակը առավ, գոհացավ։ Նրանց տվավ եւ ասեց. «Խմեցեք դրանից ամենքդ, որտեւ այդ է իմ այրունը, նոր ուխտը, որ թափվում է շատերի համար, ի թողություն մեղքերի»։ Գրված է, որ Հիսուս Քրիստոսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու տվեց իր աշակերտներին։ Հետո գրված է, որ վերցրեց բաժակը ու գոհացավ։ Դուք չեք պատկերացնի ինչ մեծ շնորհակալություն ու հուզմունք էր իմ համար, երբ որ ես այս հայտնությունը վերցրեցի,
Ես կխնդրեմ դու այսօր շատ ուշադիր լինես։ Դու պատկերացնում ես Հիսուս Քրիստոսը վերցրեց հացը ու ասեց սա իմ մարմինն է։ Տեր, օրհնում եմ։ Ես չեմ տալիս այնց ոնց որ դե լավ դե հիմա ուրիշ շանս չկա դրա համար։ Վերցրեց ասեց Տեր, օրհնում եմ այն ինչը որ տալիս եմ։ Ես օրհնությունով եմ տալիս իմ մարմինը, այդ տանջանքները, այդ անեծքը, այդ անհաջողությունը, այդ ամեն մի իրանց մարմնի ցավերը, ամեն մի մեղքերի պարտությունները օրհնում եմ, տալիս եմ, որ իմ մարմնով հաղթեն։ Վերցրեց իր գինին, սերներս իդեպ շեշտեմ, որ սա առանց ալկոգոլի է, չկա մեջը ալկոգոլ, սա խաղողի հյութ է։ Վերցրեց գինին ու գրվածա գոհացավ։ Իր կյանքը, իր այրունը թափելով, ինձ ու քեզ ազատելու, ինձ ու քո սրբելու, մեղքերը լվացնելու, իր այրունը իմ ու քո անեծքների համար թափելու համար գրվածա գոհացավ։ Շնորհակալությունով ասեց Տեր, տալիս եմ։ Ես այս զոհի միջոցով խնդրում եմ քեզ, որ ամեն մեկին պահես, երբ որ կընդունեն, թող հիշեն, թե ինչ արեց Քրիստոսը իմ ու քո համար։ Այս արեք ամեն անգամ հիշատակի համար։ Դա համար սիրելիներս, մենք հիմա կաղոթենք, ես խնդրում եմ քեզ, գիտակցաբար, ապաշխարությունով։ Ես կխնդրեմ քեզ, մի հատ էլ կկրկնեմ գիտակցաբար մոտենանք հաղորդությանը։ Ես նույնպես մեզ դիտողներին կխնդրեմ, որ եթե ունեք պատրաստած հաղորդություն, նույնպես այս աղոթքը անեք մեր հետ ու գիտակցաբար մոտենաք, որտեվ մեծ հրաշքներ են տեղի ունենում, երբ որ դու հաղորդություն ես ընդունում։ Կյանքեր են փոխվում։ Մարդիկ քասկեղից են բժշկվում։ Ես հավատում եմ, որ Տիրոջ ձեռքը չի կարճացել։ Ամեն։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Թող քո զորությունն ու կրակը տիշնի Տեր այս եկեղեցու վրա։ Այս եկեղեցու ամեն մի անդամի վրա։ Տեր իմաստված մեզ բոլոր լսողների վրա։ Թող քո կրակից զորությունը Տեր իշնի, ամեն մեկից փոխի։ Խնդրում ենք Տեր, ների բոլոր այն մեղքերը, որոնք որ գործել ենք հասկանալով ու առանց հասկանալու։ Խնդրում ենք, որ քո զորությունը Տես մեր բարձրացնի, որ մենք Տեր իմաստված արժանորեն, Տեր իմաստված պատվով, մեծ գիտակցությամբ ու շնորհակալությունով Տեր, այդ պատիվը մեր սրտի վրա կրելով Տեր, քո արած զոհը Տեր, գնահատելով, որպես թանկ, ամենաթանկը ինչ դու մեր համար արեցիր։ Այդ ձևի վերաբերմունքով Տեր մոտենանք քո հաղորդությունը, որտեվ Տեր իմաստված այն պահից, երբ որ մենք օրհնեցինք այս հացը, օրհնեցինք այդ գինին Տեր, սա այլևս հաց ու գինի չի, այլ քո մարմինը ու քո այրունն է Տեր, որը կոտրվեց մեր համար, որ մենք ապրենք ազատ, որ իշխանություն չունենա մեղքը մեր վրա, այլ ոնց որ գրված այլ մեղքը քո դռան հետևում կանգնած է, բայց դու իշխիր իր վրա, Տեր, այդ իշխանությունով եւ ազատ լինենք ամեն տեսակ թուղթուգրերից, անեծքներից, դիվային ազդեցություններից, անքնություններից, վախերից, որտեղ քո այրունը կաթիլ առ կաթիլ ազատագրեց մեզ ամեն մի անեծքից ու անեծքի հետևանքներից։ Տեր, շնորհակալություն, որ դու, երբ որ մենք միանում ենք, Տեր, երբ որ միանում ենք, Տեր, ընդունելով մարմինն ու այրունը մեր մարմնի մեջ, Տեր, մենք ընդունում ենք քեզ մեր տաճարի մեջ, որը որ դու նորոգեցիր, որի մեջ որ դու բնակվում ես, Տեր, սրբի ու մաքրի, խնդրում ենք քեզ, ների, թող Տեր իմաստված հաճելի լինի քեզ, բնակվել մեր տաճարի մեջ։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ես կխնդրեմ կարգ ու կանոնը, որ պատրաստեն, ամեն։ Հալելույա, հալելույա։
Սիրելիս հիշի մի բան։ Մինչև դու կմոտենաս հաղորդությանը, հիշի մի բան։ Ես կխնդրեմ ծառայողներն որ մոտենան։ Գաղաթացիս 2:20։ Գաղաթացիս 2:20։ Եվ կենթանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է, որ կենթանի է իմ մեջ։ Գաղաթացիս 2:20։ Կենթանի եմ այլևս ոչ թե ես, այլ Քրիստոսն է, որ կենթանի է իմ մեջ։ Տերը օրհնի քեզ, կարող ես մոտենալ։